Վազգեն Սարգսյանի ծնունդը նշելով եւ իմ ելույթը ես ուզում եմ սկսեմ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնության հիմքերը ինչի վրա են կառուցված։ Դրա մեջ կար երկրում տիրող կոռուպցիոն վիճակը։ 1 տարի առաջ Վազգեն Սարգսյանը իր մասնակցությունը ունեցել է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելուն, 1 տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ իրենք միավորվեցին երկիրը փրկելու հարցի շուրջ։ Դա միայն ներքին քաղաքական ամբողջ սպեկտրը չէր վերցնում, բայց կոռուպցիոն վիճակը անհանգստացնում էր երկու մեծ անհատականություններին։ Ինչով ավարտվեց դա, բոլորս գիտենք, դա հոկտեմբերի 27 էր։ Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը թևակողեց համակարգված կոռուպցիայի դաշտ։ Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո, քաղաքական կոռուպցիան այսօր մեզ ուղեկցում է։ Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա դաշնակցության առաջնորդ։ Ինչն է կապում Ռոբերտ Քոչարյանին եւ հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ինձ այդ հարցը միշտ մտահոգել է, պարոն Խաչատրյան, որտեղ Ռոբերտ Քոչարյանը կամ դաշնակցության անդամ է, կամ այլ կապեր կան, որը պետքա բացահայտվի։ Հիմա այս կոռուպցիայի մասին պետքա խոսեմ։ Կոռուպցիան կոնկրետ դրսևորումներ են, դա միայն գումարային հարաբերությունները չեն։ Կոռուպցիան քանդում է պետություններ, եւ եթե սովետական տարիների վերջին ժամանակաշրջանը հիշենք, շատերը կհիշեն Գդելյան Իվանով հայտնի խումբը, որը ուզբեկական գործն էր քննում, էլի կոռուպցիա էր, բայց սովետական տարիներին կար քրեական օրենսգրքում մահապատիժ, այդ երևույթները նաև կանխվում են այդ մահապատիժի արկայության պայմաններում։ Կար դա։ Եվ այդ գործերը փորձ էր արվում սովետական միությունը, որը էլի համակարգված կոռուպցիոն միջավայր էր ստեղծված, կանխել նման հանձնաժողովներ ստեղծելուց, բայց սովետական միությունում կար մի մարմին, որը փորձում էին ստերիլ պահել։ Դա KGB-ն էր, որտեղ կոռումպացված հնարավորինս կադրային անձնակազմ գոյություն չուներ, եւ եթե հիշում եք, այն ժամանակվա KGB-ի ղեկավարի ակտիվ գործունեության պատճառով սովետական միության ներքին գործերի նախարարը ինքնասպան եղավ։ Բանակի գեներալ ինքնասպան եղավ, որտեղ բացահայտում էր կոռուպցիան, բայց համատել այն ժամանակվա ներքին գործերի կոռուպցիոն ունեցվածքը եւ այսօրվա մեր 99-ից սկսած պաշտոնյաների անշարժ եւ շարժական գույքի, նաեւ դրամական միջոցների ծավալները անհամեմատելի են։ Հիմա գանք մեր ժամանակներում, մեր 99 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած ինչ տեղ ունեցավ մեր երկրում։ Կոռուպցիա բոլոր երկրներում էլ կան։ Բայց դա երբ որ նկատվում է, պատժում է, որտեղ կան այն մարմինները, որոնք դա հայտնաբերում են եւ պատժում են, եւ կա օրենսդրություն, որ այդ հնարավորությունը դարձնում է շոշափելի։ Ես երեք իմ հարցի միջոցով պարոն Ապետյանին փորձեցի շեշտեմ մի իրողություն, որ փաստերը արձանագրված, որտեղ նկարագրված են, թե տվյալ պաշտոնյաները, պետական պաշտոնյաները ինչ ունեցվածք են տնօրինում, որը ոչ մեկը չի կարող հերքել, որտեղ դա շոշափելի է, տուն լինի, բանկային հաշիվներ լինեն, մի քանի էջից բաղկացած, ասենք, անշարժ գույք, 74 միավոր անշարժ գույք, 56 միավոր անշարժ գույք, նախկին վարչապետ, նախկին նախագահ, ոչ մեկը չի ասում, որ դա չկա, ասում են դեռ դատանում ապացույց չի, բայց չի ասում, որ այդ տները կան, բոլորը տեսնում են, հասարակությունը տեսնում է։ Որտեղից են գոյացել դա, մինչև այդ չունեին, մինչև Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալ, նա ոչինչ չուներ, վստահաբար ձեզ ասում եմ։ Բոլորը հիշում են այդ դեղին Զապարոժեցը, ես էլ եմ հիշում։ Վաչոյի ուրեմն ռաֆը, որտեղ դիմավոր են մարդկանց եւ տանում էր զորամասեր, որտեղ հիմա բանկերից միլիարդները հանում են, բոլորը տեսնում են եւ այդ հարց առաջանում, մեզ մեղադրում են, բայց մարդիկ ինչի են դեռ ազատության մեջ։ Ես էլ եմ հարցնում, պարոն Ապետյան, ձեզ չեմ մեղադրում, ես ասում եմ մեր օրենսդրության հետ մենք խնդիր ունենք, որտեղ գտել են ձևը դատական process-ները ինչքան հնարավոր է ձգձգելով, ուրեմն պարզ չի դառնում մոտակա ապագայում իրենց պատիժը կստանան, թե չէ։ Երբ որ գնում ենք ֆակտորում հարցազրույց տալու, տեսնում ենք Աղվան Գառնիկիչի ապարտամենտը, դա դեռ մեկն է, բանակարարների միության ամբողջ այդ տարածքը բյուրականում, որտեղ ինքը վայելում է իր հանգիստը, բայց դեռ դատարանում քննվում են այդ գործերը։ Առավոտյան նայում եմ, ուրեմն դատարանը դատախազության հայցը մերժել է Մովսես Հակոբյանի վերաբերվող 4.5 միլիարդի։ Բարև ձեզ տեղ հասանք։ 4.5 միլիարդ, մոտ 10 միլիոն դոլար։ Հիմա ես զանգում եմ ԲԴԽ-ի նախագահին, ասեմ, ես ինչ պատմություն եմ այդ բացատրել, որտեղ ես դրեմ, ասում եմ, որովհետև ժամկետի խախտում կա։
Բայց այդ գողոնը կա, չէ։ Նահապետյանը ինչ պետք է անի, քրեական գործ պետք է աներ եւ ներկայացներ դատարան, բայց ժամկետ է խախտվել։ Բերեք մեր օրենսդրությունից սկսած այս հարցերը մի հատ մոտենանք, որպեսզի այդ լազայկաներից ոչ մեկը չկարողանա օգտվել։ Մարտի 1-ի դատը ինչ հիմա գնում է։ Հետո հիմա գանք պաշտոնյաների այս բան համակարգված կոռուպցիա։ Հասանք նրան, որ ամբողջ ուժային բլոկում երբ ստվեց համակարգված կոռուպցիան, երբ որ ուսադիր կրող պաշտոնյաները դարձան միլիոնատերեր, բանակում, ազգային անվտանգությունում, ոստիկանությունում, շոշափելի է, բոլորը իրենց տների կողքոմացնելուց տեսնում եք։ Մաքսանենգության դեմ պայքարի համար նախատեսված մարմնի ղեկավարները բոլորը միլիոնատեր են եղել, կրակեմ հրաչից սկսած։ Օղորմի իրեն, այդ չի հարցը։ Հարցը նրանում է, որ այդ մարմինները հասկացան, որ իրենց թույլատրելի է, ունեն լիցենզիա, իրենք էլ ունենան իրենց փայաբաժինը, այ համակարգված կոռուպցիան է տեղել։ Եթե իրենց պահեն ստերիլ վիճակում եւ տաբուներ չլինեն, ոնց որ հիմա 18 թվականից հետո ստեղծեցին մեր կողմից այդ մարմինները, որպեսզի բոլորին առնչվի, այն ժամանակ չի եղել այդ պահին, մինչև 18 թվական, դա եղավ 18 թվականը, պետք է լիներ, անխուսափելիորեն։